Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում ռևոլյուցիան է։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կեսն արդեն անցյալում է։ Մինչ այս պահը քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ այն անցնում է բավական ակտիվ, ոչ միայն քարոզչության, այլև միջադեպերի առումով։ Այս ընտրություններում ամենաակտիվ մասնակիցներից մեկը Ծառուկյան Դաշինքն է, որի նախընտրական շտաբի պետ համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ այսօր կզրուցենք մեր հաղորդման շրջանակներում։ Իշխան Զաքարյան ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 21-ին։ 1979 թվականին ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը։ 1984 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1984-ից 89 թվականներին աշխատել է Գիտելիք ընկերության Երևանի քաղաքային վարչությունում։ 1989-ից 90 թվականներին աշխատել է Հայաստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։ 1990-ից 93 թվականներին աշխատել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ։ 1993-ից 95 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր թիվ 44-րդ ընտրատարածքից։ 1997-ից 2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ։ 2003-ից 7 թվականներին աշխատել է Հայաստանի Պետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 2007 թվականին ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ 2007 թվականի հունիսին ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ։ 2007 թվականի նոյեմբերի 5-ին ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ։ 2007-ից 17 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ։ 2017 թվականի փետրվարին հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։ Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, Մովսես Խորենացի մեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաճառական բարեպաշտ մեդալով։ Ամուսնացած է, ունի 3 զավակ, 5 թոռ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է։ Բարի երեկո, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Զաքարյան, նախ ուզում եմ անդրադառնանք, իհարկե մամուլում հրապարակեցիք ձեր հայտարարությունը եղավ վերահսկիչ պալատից հրաժարական պաշտոնից հրաժարական տալու մասին, այնուամենայնիվ ինչպես կայացրեցիք այդ որոշումը, ինչու հենց այդ ժամանակ եւ արդյոք դժվար չէր հրաժարվել այնուամենայնիվ նման պաշտոնից։ Ես էլ եմ շնորհակալ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար եւ սա իմ առաջի հեռուստաելույթն է, փաստորեն հրաժարականը տալուց հետո։ Դե ասեմ, որ նախ բոլորը հասկանան, որ չի կարելի լինել մի կառույցի ղեկավար եւ զբաղվել քաղաքականությամբ, երբ այդ կառույցում ընդհանրապես նաեւ ամենասկզբից ես որոշել էի, որ որևէ մեկը քաղաքականությամբ չպետք է զբաղվի, չնայած դեռևս ժամանակին օրենքն էլ չէր արգելում, բայց այնուամենայնիվ ես գնացել եմ այդ քայլին երկու շատ կարևոր պատճառով։ Առաջինը, որ եւ իմ ընտանիքում ես միշտ անկեղծ եմ բոլոր իմ նմանատիպ հարցադրումներին պատասխանել, եւ իմ ընտանիքում եւ իմ շրջապատում եւ իմ ընկերները բոլորը գիտեին, ես բոլորին ասել էի, որ այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության էջը բացելու մասին, փակված էջը բացելու մասին եւ քաղաքականություն, ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, ես կանգնելու եմ նրա կողքին, որն էլ եւ արել եմ։ Եվ կարծում էի ճիշտ չէր մնալ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում եւ մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, նամանավանդ դրանք հղի կարող են լինել ցանկացած շահարկումներով, ցանկացած մեկնաբանություններով, ես փորձել եմ այդ ամեն ինչից զերծ մնալ եւ կատարել եմ այդ քայլը։ Այնուամենայնիվ ձեր հրաժարականին դեռ վաղուց էին սպասում տարբեր ձեր վերահսկիչ պալատի նախագահ լինելու ժամանակ, տարբեր փուլերում, երբ որ եղավ ձեր ելույթներից, բավական համարձակ ելույթներից հետո, երբ որ քննադատություններ էին հնչում իշխանության տարբեր իշխանությունների հասցեին,
տարբեր գերատեսչություններում ստուգումների արդյունքների վերաբերյալ, նաև եղավ հայտնի խորհրդակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, կարծիքներ հնչեցին, որ հնարավոր է հրաժարական տակ այդ ժամանակ էին սպասում, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ինչու դա չեղավ։ Դրանք ենթադրություններ էին, թե ձեզ ասեմ, մինչև հարցին պատասխանելը ես մի դեպք եմ ուզում հիշել, երբ տարիներ առաջ իմ լեհ գործընկերոջ հետ մենք Եվրոպայում հանդիպել էինք, ինքը Եվրոսայի նախագահն էր, խոսում էինք տարբեր հարցերից, տարբեր թեմաներից եւ ասացի, որ մեզ մոտ մեզ մի քիչ շատ չեն սիրում եւ ինքը շատ ժպտալով պատասխանեց, ասեց, գիտես, եթե Վերահսկիչ պալատի կոլեկտիվին որևէ երկրում շատ սիրեն, ուրեմն նշանակում է նրանք շատ լավ չեն աշխատում։ Սա իմիջայլոց, բայց ձեզ ասեմ, որ ես իրոք շատ արժևորում եմ Վերահսկիչ պալատում իմ 10 տարվա աշխատանքը եւ նաեւ ուզում եմ առիթից օգտվել ու ամբողջ կոլեկտիվին հայտնել շնորհակալություն, որ միասին աշխատել ենք։ Ես կարծում եմ մենք աշխատել ենք շատ բաց, աշխատել ենք շատ թափանցիկ, աշխատել ենք վճռական եւ որևէ բան, որևէ մեկից չենք թաքցրել եւ դրա վկան եղել է ամբողջ հասարակությունը, ժողովուրդը, երբ որ քննադատություններ էին լինում ձեր բնական է, այդ քննադատությունները պիտի լինեին եւ գիտեք ինչն է կարեւոր, երբ քննադատել միշտ կարելի է, բայց երբ որ դու չես կարողանում քննադատությանը ճիշտ քննադատել, սա արդեն վատ բան է։ Երբ որ ուղղակի հայտարարում ես, որ Վերահսկիչ պալատի այս կամ այն եզրահանգումները կամ այս կամ այն որոշումները կամ այս կամ այն վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը, հետո դա չես կարողանում հիմնավորել, սա արդեն կարծում եմ լավ բան չէ եւ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ամեն դեպքում ես հիշում եմ դեպքեր, երբ որ եւ կառավարության անդամները եւ նախկին վարչապետներից մի քանիսը ուղղակի հակադարձում են եւ ասում են չկա նման բան, հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ մանրամասներին, բայց որևէ մեկը որևէ անգամ հասարակությանը չփորձեց, չկարողացավ ավելի ճիշտ համոզել, որ նման բան չկա։ Արդյունքում իհարկե եղան շատ քրեական գործեր, մարդիկ պատժվեցին, բայց որ պրոֆեսիոնալ առումով Վերահսկիչ պալատը իր աշխատանքները կատարում էր, ես կարծում եմ դա փաստ է եւ այդ առումով ես իրոք անգնահատելի եմ համարում այդ տարիների իմ փորձը, որ ձեռք եմ բերել Վերահսկիչ պալատում աշխատելիս եւ կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք էին, շատ լավ առիթ էին, որ ես կարողանայի պատկերացնել ամբողջ տնտեսության վիճակը։ Իրեք ես աշխատանքի բերումով իմ կենսագրության մեջ նշված է աշխատել եմ տարբեր հիմնարկներում եւ օրենսդիր եւ գործադիր, բայց ձեզ վստահ եմ ասում, հավատացնում եմ ձեզ, որ ինքս էլ չեմ պատկերացրել տնտեսության վիճակը այնքան խորությամբ, այնքան լայնությամբ եւ այնքան մանրամասնորեն, ինչքան Վերահսկիչ պալատում աշխատելու տարիներին։ Սրանք իրոք ես համարում եմ կարևորագույն փորձ իմ կյանքի ընթացքում եւ գտնում եմ, որ դրանք լավագույն միջոցն են լինելու ապագայում, որ ես կարողանամ օգնել մեր դաշինքի ծրագրերի կազման գործին, կարողանամ օգնել նաև հետագա աշխատանքներում, կարծում դրանք նպաստավոր են լինելու։ Ծառուկյան դաշինքին։ Հիմա դուք ինչ եք, ընդդիմադիր եք, թե ինչ եք, պարոն Զաքարյան, ինչ է Ծառուկյան դաշինքը։ Գիտեք, ես հարցին մի քիչ այլ տեսանկյունից պատասխանեմ։ Եթե դու իշխանություն չես, բնականաբար ընդդիմություն ես։ Այսօր տեսեք, Հայաստանում այդպես է։ Ես ասում եմ հստակ, այնպես ինչպես որ կա աշխարհում, եւ մեր առումով այո, այդպես է։ Ինչու՞, որովհետեւ եթե դու իշխանության հետ չես, եթե դու չես քայլում իշխանության հետ, եթե դու այլ ծրագիր ես ներկայացնում, քան իշխանությունը, բնականաբար դու արդեն ընդդիմություն ես։ Եվ այս տրամաբանությամբ ես կարծում եմ մենակ մենք չէ։ Ապրիլի 2-ի խորհրդանական ընտրություններին առնվազն 8 քաղաքական ուժ ընդդիմություն են։ Անկախ նրանից ում ինչպես են որակում, ում ինչ բնութագիր են տալիս, ինչ են ասում, բայց արդեն իսկ որ դու պայքարում ես, արդեն իսկ որ դու պայքարում ես
բարձր քվեներ տանելու համար, արդեն իսկ դու ընդդիմություն ես։ Հայաստանում մի քիչ այլ է, պարոն Զաքարյան, ինչ որ փուլում հանդես են գալիս, հատկապես ընտրություններից առաջ, ընդդիմադիրի կեցվածքով, դիրքերից, այնուհետև ընթացքում հայտնաբերում են, հասարակությունը հայտնաբերում է, թե ինչ սերտ համագործակցություն է, այնպես որ այդ դասական ձևակերպումները Հայաստանում մի քիչ չեն աշխատում։ Գիտեք, Հայաստանում կարող է շատ բան այնպես չի աշխատում, ես խոսում եմ զուտ դասական ձևակերպումների առումով, իմ միտքը կառուցում եմ զուտ դասական ձևակերպումների հիման վրա եւ կարծում եմ, որ այս ընկալումը պիտի բոլորի մոտ հստակ լինի, որ նորից եմ կրկնում, քաղաքական այն ուժը, որը հստակ խնդիրներ է դնում իր առջև եւ հստակ նպատակներ է դնում իր առջև, իսկ կարծում եմ մեր ծրագրում մենք այդ նպատակները շատ հստակ ենք դրել, որտեվ մեր ծրագիրը սկսվում է հենց այնպիսի նախադասությամբ, հենց այնպիսի նախադասությամբ է սկսվում, որը ուղիղ ձեր հարցին պատասխանում է. Սիրելի ժողովուրդ, տվեք մեզ 50+1% ձայն եւ մենք պարտավորվում ենք իրականացնել այս խնդիրները։ Պարոն Զաքարյան, ինչպես է գնահատում հիմա քարոզարշավը, որը ըստ էության կառուցված է ձեր քարոզարշավը հենց Գագիկ Ծառուկյանի անձի վրա, ինչպես է անցնում քարոզարշավը։ Քարոզարշավը շատ լավ է անցնում, մենք երկու ուղղությամբ ենք աշխատում, քննարկել ենք Ծառուկյան դաշինքի խորհրդով մեր քարոզարշավի բոլոր նրբությունները եւ եկել ենք այն եզրակացությանը, ինչը հիմա մենք անում ենք։ Այսինքն, մեր քարոզչական խմբերը լինում են Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում, հատկապես գյուղական համայնքներում, պարոն Ծառուկյանը մասնակցում է խոշոր համայնքներում, քաղաքային համայնքներում, իհարկե գյուղական համայնքներ էլ է այցելում եւ մասնակցում է այդ համայնքներում ընտրարշավին։ Ես գնահատում եմ շատ լավ, ոգևորությունը շատ մեծ է, ինքս եղել եմ բազմաթիվ համայնքներում իմ գործընկերների հետ։ Ես կարող եմ մի բան ասել, որ այսօր մեր ժողովուրդը շատ լի է վճռականությամբ, շատ լի է պատրաստակամությամբ որևէ բան երկրում փոխելու։ Այսինքն իրենք վստահ են, որ որևէ բան պիտի փոխվի։ Եվ այս առումով նաև այն մեծ ոգևորությունը, որ կա Ծառուկյան դաշինքի շուրջ եւ հատկապես նրա առաջնորդի շուրջ, կարծում եմ շատ տրամաբանական է։ Ինչու՞։ Որովհետեւ իր կերպարով, Ծառուկյանի կերպարով ժողովուրդը տեսնում է կառուցող մարդու, տեսնում է արարող մարդու, տեսնում է աշխատատեղեր ստեղծող մարդու։ Նորմալ է, որ ասում են փրկիչ եւ այլն այդ, հա։ Գիտեք, եկեք այդ բաները դնենք այն կողմ, որտեղ ամեն մեկը կարող է ինչ-որ բան ասել, ես ձեզ ասում եմ ռեալ իրականությունը։ Երբ որ ժողովուրդը այս ամեն ինչը տեսնում է, ժողովրդի մեջ հավատը, մեռած եւ կորած հավատը վերականգնվում է, հասկանում եք, սա շատ կարեւոր բան է։ Անձամբ ինձ այնքան մարդ, այնքան գյուղացիներ, քաղաքացիներ, տարբեր տիպի մասնագիտության մարդիկ են դիմել հանդիպումների ժամանակ, որ ընդունում են մեր ծրագրերը, կարդում են մարդիկ, գիտեք, հասկանում են խորությամբ ինչ է գրված, եւ նորից եմ կրկնում, այն ամենը ինչի որ արել է Ծառուկյանը, ես կարծում դա շատ լավ դրական ազդեցություն է թողնում ընդհանրապես մեր քարոզարշավի վրա եւ ուզում եմ նաեւ մի նախադասություն հիմա ասել, որը ես ասել եմ կինո Մոսկվայում մեր առաջին հանդիպման ժամանակ, երբ որ մենք շնորհանդես արեցինք ներկայացնելով մեր համամասնական ցուցակը եւ ծրագիրը, այն ժամանակ ես ասացի, որ մեր ամենալավ ծրագիրը եւ բուկլետը Ծառուկյանի գործերն են, որ այսօր որևէ մեկը չի կարող այլ բան ասել։ Եվ ինչու ասենք այդ ամեն ինչը հանրապետության մասշտաբով չանենք։ Ինչու ասենք չկառուցենք, աշխատատեղեր չստեղծենք, ինչու չգնանք այն քայլերին ինքը ինչ որ ամբողջ իր գործունեության ընթացքում անում է։ Պարոն Զաքարյան, բայց ասել, որ իշխանության հետ նաև համագործակցության արդյունքում չի եղել դա ինչ որ իմաստով անավարժության որևէ այսօր հաջողություն չափել դժվար է։ Որևէ գործարարի, որևէ մեկի հաջողություն այսօր։ Գիտեք, դա էլ նայած ինչ տեսանկյունից ենք նայում։ Կոնկրետ իր տեսանկյունից հիմա դուք եթե նորից այդ հարցը պնդում եք եւ նորից խոսենք դրա շուրջ, ես ձեզ ասեմ, իր կերպարի շուրջ բավականին հստակ ես ձեզ վստահեցնում եմ, ես ասենք շատ շռայլ չեմ իմ խոսքերի մեջ, բոլորը գիտեն։
եւ ինչ շրջապատում գիտեն եւ ընդհանրապես գիտեն, բայց իր անձի շուրջ, իր կերպարի շուրջ հսկայական դրական լիցք, էմոցիաներ եւ լավ տրամադրություն կա մեր հասարակության մեջ եւ սա համարում եմ շատ կարեւոր մեր ապագա հաղթանակի համար։ Ծրագրին եմ ուզում անդրադառնամ, այս օրերին շատերի ծրագրերը բնորոշվում են որպես պոպուլիստական ծրագրեր, քանի որ շատերի ծրագրերում ներկայացվում են հասարակությանը ականջին հաճո խոսքեր, խոստումներ, ցանկությունների մակարդակում շատ հաճախ։ Հիմա ձեր ծրագրին եմ ուզում անդրադառնամ։ Դուք նշել եք, որ գյուղվարկերն առաջարկում եք սահմանել 3-ից 5%, տոկոսադրույքով, բայց գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում 12-ից 22%-ով վարկեր կան։ Ուզում եմ հասկանալ, գործող իշխանությունները չեն կարողանում դրանք նվազեցնել, որը իրենց ռեալ օգուտ կբերի եւ Ծառուկյան դաշինքն է դա առաջարկում, ինչ է իրենք չեն կարողանել իշխանությունները, դուք որ խոստանում եք կամ ինչ տնտեսական հաշվարկների վրա եք դա։ Ընդհանրապես ձեզ ասեմ, սա շատ հետաքրքիր հարց եք հիմա դուք բարձրացնում եւ գաղտնիք չի, հիմա ինչ որ պետք է ասեմ, սա շատ պարզ եւ հրապարակային միշտ քննարկում է։ Ցանկացած պետություն, եթե ստանում է վարկեր, վարկերը առաջին հերթին համաձայնագրերը մտնում են ազգային ժողով եւ քննարկվում են։ Այսինքն ինքը թաքուն բան չկա եւ բաց հրապարակային է, բոլորը գիտեն թե որ վարկը ինչ ծրագրի եւ ինչ նպատակի համար է տրվում եւ ինչ տոկոսով է տրվում։ Ընդհանրապես վարկերը 0.75, 1, 1.2 կամ 1.25%-ով են տրվում։ Հիմա ինչու է մինչև սպառողին, այդպես ասեմ, վարկը հասնելը դառնում 18, 20, 22, 24%։ Սա թերևս պետք է բացատրել մի բանով, որ մեխանիզմը, գործող մեխանիզմը շատ սխալ է դրված եւ կարծում եմ, որ այդ վարկերը, որոնք պիտի նպաստեին տնտեսության զարգացմանը, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, որ ցանկացած պետության մեջ չափազանց կարեւոր օղակ է տնտեսության զարգացման համար, վարկերը տրվում են ավելի բարձր, այնքան բարձր, որ այսօր գյուղացիական տնտեսություններ կան, որտեղ տնտեսության մեջ 3-4 հոգի վարկառու են։ Մեկը վարկը վերցրել է, չի կարողացել փակել, ընտանիքի մյուս անդամն է վերցնում, չի կարողանում փակել, հետո մյուսն է վերցնում, չի կարողանում փակել, որտեղից փակեն։ 18, 20, 22%-ով վարկ է տրվում։ Վարկերը գալիս են, մտնում են ինչ-որ ունիվերսալ վարկային կազմակերպություններ կան, բացված, հետո բանկեր իրենց տոկոսներն են դնում, նրանք իրենց հերթին են տոկոսները դնում, եւ մինչեւ սպառողին հասնում է, դառնում է այդքան բարձր տոկոսներ, որ արդեն ուղղակի խճճում է ամբողջ տնտեսությունը։ Եվ ահռելի քանակությամբ այսօր տնտեսություններ կան, որ ուղղակի ունեցած-չունեցածով բանկերին գերի են դարձել։ Գիտեք, բանկերը մի տեսակ դարձել են, գիտեք, մի կազմակերպություն, որ անընդհատ ինչ որ գրավներով Այսինքն, եթե դա հնարավոր է անել, ինչու իշխանությունները չեն անում։ Այդ չեմ կարող ասել, եթե առիթինի դուք հարցրեք իրենց թող պատասխանեն, ինչու հնարավոր չի անել, կամ այն մարդկանց, ովքեր որ այդ քաղաքականությունը առաջ են տանում, ես ընդհանրապես ասում եմ հստակ բարձ իրողությունը, որ վարկերը այո, շատ ցածր տոկոսներով են գալիս եւ այո, մենք մեր ծրագրում գրել ենք, որ 3-ից 5% պիտի դառնան դրանք, որ տնտեսությունը աճի, տնտեսությունը շնչի, տնտեսությունը ապրի։ Հասկանում եք, անհնարին բան է այսօր ցանկացած մեկը, եկեք ես, դուք, ինչ որ մի գործ անենք եւ գնանք ասենք 18, 20, 22%-ով վարկ վերցնենք։ Հնարավոր է դրա տակից դուրս գալ, հնարավոր չի։ Նամանավանդ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, տնտեսության վատ ցուցանիշներ ունենք երկրում եւ ոչ մեկը դա չի թաքցնում։ Այսօր ասում են եւ կառավարության անդամները, եւ կառավարության ղեկավարը, այո, որ վիճակը վատ է, ցուցանիշները վատ են։ Բայց պարագայում մենք հարկերը պիտի բարձրացնենք, մենք տոկոսները պիտի բարձրացնենք, իհարկե ոչ, մենք պիտի գնանք շատ ավելի ուրիշ քայլերի։ Մենք պիտի դրանք լրիվ իջացնենք, որ կարողանա տնտեսությունը ապրի, շնչի, որտեղ դրանով է, չէ, կախված դիզելու։ Վաղը միսօր դրանով մենք պետք է նպաստենք նաև արտագաղթի կանխման։ Այսօր մարդիկ հնարավորություն չունեն ստեղ ապրելու, աշխատելու։ Հետո գիտեք ինչ, ասենք մեկը դուրս է գնում, մեկ էլ մի 5 ամիս, 6 ամիս, մի տարի հետո լսում ես, տեսնում ես, որ այդ մարդը կարողանում է իր հարազատներին օգնի։ Բա ո՞նց է լինում, այդ մարդը դուրս է գնում, դառնում է հաջողակ մարդ, երկրի ներսում չի կարողանում դա անել։
Պարոն Զաքարյան, այնուամենայնիվ Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավորները, ես որքան հիշում եմ իրենց ելույթները խորհրդարանում, նման առաջարկով հանդես չէին եկել, այսինքն սա հիմա են հասկացել Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, որ հնարավոր է դա անել, այն ժամանակ նման առաջարկ չի հնչել, այնուամենայնիվ Ծառուկյան դաշինքի падգամավորները շատ ավելի լավ առաջարկներ են արել, շատ ավելի ռեալ կյանքից բխող, իրականությունից բխող առաջարկներ են արել եւ չեմ կարծում, որ այդ բոլոր առաջարկները ընդունվում են, չեմ կարծում, որ այդ բոլոր առաջարկները տեղ են հասնում, որտեղ վերջը ամեն ինչը թելադրում է գործող համակարգը։ Դեմեք, ինքն է որոշում ոնց անի, մեծամասնությունն է որոշում ոնց անի։ Առաջարկ, բայց որոշողները իրենք չեն։ Դե այնուամենայնիվ ես չեմ հիշում այսպիսի առաջարկ։ Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին, այն բարձրացնել 25,000 դրամով եւ պարբերաբար ինդեքսավորել։ Ինչպես է կանելու, ինչի հաշվին։ Ինչ է նստելու սա բյուջեի վրա, ինչ միջոց։ Ես դրան կավելացնեի եւս մի քանի կարևոր կետեր, որ նվազագույն աշխատավարձ 80,000 դրամ, փոքր միջին ձեռնարկատիրական գործունեությանը որոշակի ժամանակով, տարիներով ազատել հարկերից եւ այլն։ Գիտեք, բայց ինչպես է կոմպենսացնելու այդ հարցում որտեղից ոնց բյուջեում գումարը պիտի պակասի կամ ասենք ոնց է սա ավելացնում եւ 3 տարով ասենք ազատում եք հարկերից փոքր բիզնես, փոքր բիզնեսը, ինչպես եք դա կոմպենսացնելու։ Նախ ուզում եմ ասել, որ այդ առումով մեր հարկային մուտքերը շատ քիչ են, շատ թույլ են եւ տոկոսային առումով գրեթե ոչինչ չեն նշանակում։ Հիմա ես ուրիշ կերպ մոտենամ ձեր հարցին։ Տեսեք, ընդհանրապես ցանկացած պետության մեջ բյուջեն ունի երկու կարևորագույն մաս։ Առաջին մասը մուտքերի մասն է, երկրորդը ծախսերի մասը։ Մուտքերի մասով չափազանց կարևոր է, թե արդյոք հաշվի են առնված բոլոր հնարավոր միջոցները մուտքերը նորմալ համալրելու։ Արդյոք կան բոլոր եղանակները դրանք ճիշտ իրականացնելու եւ արդյոք ամեն ինչը հստակ է, չափելի է եւ տեսանելի։ Երկրորդ մասը ծախսային մասն է, ինչքան են արդյունավետ տվյալ ծախսերը։ Արդյոք այդ ծախսերը, որ մենք կատարում ենք, վերջնական նպատակը։ Այսինքն բյուջեի կառուցվածքում փոփոխություններ են լինելու, Հիմա ես պատասխանում եմ։ Արդյոք այդ վերջնական նպատակը տեսանելի է ժողովրդին, շոշափելի են արդյոք այդ արդյունքները, որ մենք ստանալու ենք, թե չէ։ Հիմա տեսեք, դառնանք առաջի խնդրին, բյուջեի մուտքերի ապահովման մասին։ Այսօր կարծում եմ ոչ մեկը չգիտի, որ կան արտոնյալ մարդիկ, որոնք բյուջեի նկատմամբ ունեն ոչ այդպիսի վերաբերմունք, ինչպես մյուսները։ Մուտքերի պակաս վճարելու առումով եւ այլ, չդառնանք դրան։ Մյուս խնդիրը, արդյոք մենք ճիշտ ենք հաշվարկում բյուջեի ամբողջ մուտքերը եւ արդյոք ունենք տեղեր, որ կարող ենք ավելացնել։ Իհարկե ունենք։ Մեր ծրագրում գրված է նա 6%-ի աճ։ Յուրաքանչյուր 1%-ի դեպքում բյուջեի մուտքերը լրացուցիչ ենթադրում են, այդպես ասեմ, տարբեր հաշվարկներով տարբեր թվեր է, բայց 15-16 միլիարդ դրամ։ Հիմա մենք դնում ենք 6%-ի աճ, որը արդեն 100 միլիարդի իրատեսական է։ Իհարկե իրատեսական է։ Եթե տնտեսությունը աճ չունենա, եթե տնտեսության մեջ դու այնպիսի քաղաքականություն չիրականացնես, որ աճ ապահովես տնտեսական, այդ ինչ պետք է լինի տնտեսության վիճակը։ Պետք է լինեն ինչ-որ ցավոք սրտի այսօր կա։ Լավ, ինչ միջոցներով, հաջորդ հարցին, այդ ձեր հարցի հաջորդ մասին եմ հիմա պատասխանում։ Տեսեք, մենք մեր ընդերքի հետ կապված խնդիր է, չէ՞։ Այսօր մենք բնապահպանական վճարը վերցնում ենք ընդամենը 600 դրամ։ Ինչքան հազարավոր, միլիոնավոր տոննաներ մենք հանքաքար ենք անում, պղինձ, ոսկի, մոլիբդեն, թելուր եւ այլ։ Հիմա նույնիսկ հավատանք պաշտոնական հաշվարկներին, հավատանք պաշտոնական վիճակագրությանը, չնայած ես իմ կարծիքն ունեմ։ Ենթադրենք 1 տոննա հանքաքարից դուրս է գալի 1.5, 1.6, 1.7 գրամ ոսկի։ Հիմա դրա արժեքը շուկայում գիտեք ինչքան է։ $50 արդեն ավել ամերիկյան, չէ՞։ Հիմա դրա համար բնապահպանական վճարը ընդամենը 600 դրամ է։ Նույնիսկ այս պարագայում պետական բյուջեի մուտքը 22-23 միլիարդ դրամ է։ Հիմա պատկերացնում եք 5-6 անգամ ավելացնում ենք բնապահպանական վճարը։ 3 անգամ, 4 անգամ ավելացնում ենք։ Ինչքան միլիարդ դրա մուտք գործում դեպի պետական բյուջե։ Հաջորդ խնդիրը մենք նվազագույնի ենք հասցնում պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը։ Մենք նվազագույնի ենք հասցնում պետական բյուջեի մեջ այն ծախսերը, որոնք ենթադրենք, ասենք, գնումների ոլորտում,
ենթադրենք այլ ոլորտներում ենթադրում են ավելի մեծ գումարների ծախս, քան իրականում կա։ Շատ հաճախ դեպքեր են լինում, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, երբ որ մի անհատ մարդ փորձում է ինչ-որ մի գործ անել, ինչ-որ մի շինարարություն, ենթադրենք, ծախսում է X գումար, պետական բյուջեով, եթե դու այդ նույն գործը անում ես, լինում է մոտավորապես 70, 75, 80% ավել։ Ինչու՞։ Տարիներ շարունակ մենք խոսել ենք այս խնդիրների մասին։ Դեռևս Խրուշչովյան ժամանակներից եկված ինչ-որ անհասկանալի տոկոսներ կան։ Անհասկանալի, գիտեք, որ մեկ-մեկ ընդհանրապես տրամաբանությունից կիլոմետրերով հեռու են, բայց կան, կարելի է այդ ամեն ինչը հանել, կարելի է այդ ամեն ինչը փոփոխել, կարելի է բյուջեի մուտքերը դրանով ավելացնել եւ խնայողության ռեժիմը պահպանել։ Հաջորդ խնդիրն ասեմ, այսօր մեր հասարակության մեջ կառավարման համակարգում շատ օղակներ կան նույն բնագավառի, ասենք օրինակ գյուղատնտեսության բնագավառում, շատ օղակներ կան, որ ֆունկցիաներով անգամ իրենց կրկնում են, կամ ասենք մենք հազարավոր բաների մասին ենք խոսում, հաստիկների մասին ենք խոսում, էլ մի քանի ծիգեր, էլ չգիտեմ պոակներ, էլ հոակներ, որոշ շապով ամենայնիվ կրճատվեցին այս ընթացքում, որոշ ծիգեր փակվեցին։ Գիտեք ինչ, որոշ ծիգեր կամ որոշ բաներ կրճատվեցին, ես դեմ չեմ, որ ինչ-որ բաներ արվեցին, բայց ի վերջո աշխատատեղերի կրճատում է դա նաև։ Բայց մեծ առումով որևէ մեկը նամանավանդ մեր երկրում չի պնդում աշխատատեղի կրճատման, չի կարող հենց այնպես դնել աշխատատեղի կրճատման խնդիր։ Դա նշանակում է 1, 2, 3, 4, 5, 10, 20 կամ 100 ընտանիքի դու զրկում ես գոնե ապրելուց, աշխատանքից կամ ստացած եկամուտներով ապրելուց, հա։ Այստեղ խնդիրը ավելի լուրջ բանի մեջ է։ Երբ որ դու կարողանում ես դնել արդյունավետ պետական կառավարման համակարգ, երբ որ դու դնում ես արդյունավետ մեխանիզմ պետական կառավարման համակարգում, գիտեք սրանք ինչքան կարևոր են։ Առաջարկում եք 1 հեկտար գյուղօգտագործման հողերի ջրերի վարձը սահմանել 1000 դրամ եւ այլն։ Այնուամենայնիվ սրանք փոփոխություններ են, որ դարձյալ հարց է առաջանում, ինչն էր խանգարում իշխանություններին ինչ անել եւ արդյոք էլի դուք ուղակի ձեր այսպես ասած քարոզչական նպատակներով չեք անում այս ամեն ինչը, հա, այս առաջարկները, որովհետև չեմ կարծում որևէ իշխանություն չաներ սա։ Ինչու չեն արել այդ դեպքում, որ հիմա դուք առաջարկում եք նման պոպուլիստական քայլ սահմանել ջրի վարձը, հողերի ջրերի վարձը 1000 դրամ 1 հեկտարինը։ Բացարձակ համաձայն չեմ, որ պոպուլիստական է, որտեվ սրա տակ կան հստակ յուրաքանչյուր մեր ծրագրային յուրաքանչյուր կետի տակ կան հստակ տնտեսագիտական հաշվարկներ, հստակ թվերն ունենք, թե որ դեպքում բյուջեն ինչ է ստանում կամ ինչ ծախս կարող է արժանալ բյուջեի վրա։ Շատ հստակ են դրանք։ Հիմա գյուղատնտեսության բնագավառում դուք ասում եք 1 հեկտար ջրի վարձը մենք սահմանում ենք 1000 դրամ։ Այն դեպքում, երբ այսօր տարբեր կատեգորիաների համար կա 32, 35 կամ 40,000 դրամ եւ այլն։ Բայց ես կուզեի ոչ միայն դրանով սկսեինք մեր հարցը, այլ գյուղատնտեսության հետ կապված ընդհանրապես, որտեղ մենք շատ ուրիշ լավ ավելի կետերել ունենք գրված։ Հիմա խնդիրը գիտեք ինչումն է։ Խնդիրը նրանումն է, որ մենք պետք է գյուղացուն, ընդհանրապես գյուղացիական տնտեսություններին հնարավորություն տանք աշխատելու։ Ես կարծում եմ Հայաստանի պես երկրի համար մենք շեշտը գոնե առաջիկա 5, 6, 7, 8, 10 տարիներին դնենք գյուղատնտեսության զարգացման վրա։ Դա լինելու է մեր ընդհանուր տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Եթե մենք այսօր լավագույն ծրագրերը գյուղատնտեսության մեջ չդնենք, եթե մենք այսօր գյուղացուն չօգնենք, եթե մենք ջրի վարձը չիջացնենք, եթե մենք տոկոսները նորմալ գյուղվարկերը, տոկոսները նորմալ չտանք գյուղացիներին, եթե պետությունը չդառնա հովանավոր գյուղացիական տնտեսությունների համար։ Մի հատ օրինակ բերեմ։ Այսօր գյուղացիական տնտեսություններում շատ-շատերը նույնիսկ եկամուտ են համարում որևէ արտադրանք իրացնելը։ Ինչու՞։ Ցորեն չեն արտադրում, ինչու չեն արտադրում, որտեղ մարդկանց խեղդում են 70-80 կամ 100 դրամով այդ 1 կիլոգրամ ցորենը տանում են։ Ինչի համար։ Ես քարոզչության շրջանակներում եղել եմ Բերդի նոյեմբերյանի տարածքաշրջանում։ Շատ հանդիպումներ եմ ունեցել։ Մարդիկ հարց են տալիս, պարոն Զաքարյան, պահում ենք անասուններ, գյուղի մարդիկ են, անասուն ենք պահում։ Եկամ տաբեր չի, ասում եմ ինչի, ասում է
Դե ասում են կաթը չեն կարող իրացնել, միշտ էլ 500-600 դրամով գալիս են միշտորդերը տանում են։ Հիմա մի հատ հարց։ Այսօր որևէ մեկը հաշվարկել է Հայաստանի Հանրապետությունից տարեկան մենք ինչքան միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դրամներ փոխանցում ենք Ռուսաստանի այս կամ այն քաղաքները խտացրած կաթ բերելու համար։ Որը մեկը հաշվարկել է։ Կարանք այդ գումարները մեր մոտ պահենք։ Այդ արտադրությունը Հայաստանում կարող են կազմակերպել։ Կարող են գյուղացիներին ասել, գիտեք ինչ, Հիմա այնպես է ստացվում, որ եթե Ծառուկյան դաշինքը հանրարեց այս խնդիրները։ Ես խոսում եմ, եկեք այդ բանը չխառնենք, այստեղ խոսում ենք լուրջ ծրագրերի խնդիրների մասին, այո, եւ ի պատիվ Ծառուկյան դաշինքի սա առաջարկվել է հենց դաշինքի կողմից։ Կարող ենք սա անել, կարող ենք անել, կարող ենք այդ գումարները պահել մեր պետության մեջ, կարող ենք պահել, կարող ենք մենք որպես պետություն, կառավարություն, գյուղացուն ասել, գիտեք, բերեք այս ծրագրերը մենք անենք, մենք երաշխավորենք, որ այդ ծրագրերի արդյունքը ձեր համար լավը կլինի, դուք գումար կվաստակեք, ձեր տնտեսությունները կպահեք։ Գյուղերից մեկում զրույցի ժամանակ ասում են պարոն Զաքարյան, եթե մենք իմանանք, որ գոնե 150-160 դրամով 1 լիտր կաթը կարող ենք վաճառել որևէ մեկին 3-4-5 այդպիսի կենթանի պահելով նրանք տարեկան ամեն տնտեսություն կարող 250-ից 300,000 դրամ մենակ կաթից եկամուտ ստանալ։ Դա քիչ է գյուղացիական որևէ տնտեսության համար։ Կարծում եմ քիչ չի եւ շատ լավ բան է։ Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65%-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները, Հայաստանի Հանրապետությունում գործում է ավելի քան 200 հեկ եւ ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում հեկերի արտադրած 1 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-ից 5 դրամ, իսկ ատոմակայանինը 5-ից 7 դրամ։ Նաև կետերի մեջ ձեր նշված է, որ գազի սակագնի էական նվազեցում, նախ որքան է այդ էականը եւ ինչպես եք սրանք պատրաստվում անել։ Դարձյալ, այսինքն այնպիսի տպավորություն է, որ Ծառուկյան դաշինքը, ոչ միայն Ծառուկյան դաշինքը, նաեւ այլ քաղաքական ուժեր ու դաշինքներ, այսպես մոնիտորինգ են արել խնդիրներ, հա, որոնք մարդկանց ականջին հիմա հաճելի կլինի լսել ու այսպես ցանկով ներկայացրել։ Հիմա սա ինչպես է կանելու։ Եվ այդ էականը որքան է, ինչպես։ Իհարկե դրանք բացարձակապես ականջահաճո հայտարարություններ չեն, ասեմ ինչու։ Եվ ոչ էլ խնդիրը, խնդրեմը նոր է։ Դուք հիշեք, եւ ես էլ գիտեմ այդ մասին, ազգային ժողովում ինչքան հանձնաժողովներ են կազմվել նույն հոսանքի, նույն գազի սակագների ուսումնասիրման հետ կապված։ Ինչքան քննարկումներ են եղել։ Այսինքն խնդրեմը, խնդիրը հասարակության մեջ կա։ Հիմա ես եմ ձեր հարցին հարցով եմ պատասխանում։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը գազը մատակարարում է սահմանին, այս սահմանին, որտեղից մենք ստանում ենք, հա, Բագրատաշեն 150 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրը։ Հիմա ես եւ դուք որպես սպառողներ սպառում ենք 350-360 դոլար։ Հիմա հարց եմ տալիս, ինչ է դառնում կամ ինչ այդքան աշխատանք է կատարվում։ Այսինքն պրոցեսի վրա, որ սահմանից մինչև մեզ սպառողին հասնելը դառնում է 350-360։ Ինչով եք սա բացատրում, բայց ինչի է այդպես դառնում։ Գիտեք, ուռճացված է, ինչ է, կորուստներն ինչ է։ Գիտեք ինչ կա, կորուստներ կարող են լինել։ Բնական ինչ-որ կորուստներ եւ հոսանքի պարագայում եւ գազի, բայց ինչու է այդպես, ես կարծում եմ, սա շատ խորը հարց է, սա լրջագույն ուսումնասիրության խնդիր է, ինքս համոզված եմ, որ երբեք չի կարող 350-360 դոլար լինել 1000 խորանարդ մետր գազի արժեքը, սա ուղղակի բացառում եմ, բայց հիմա որպեսզի մենք խորանանք դրանց մեջ, մենք պետք է մի հատ հետ գնանք, տեսնենք այդ հանձնաժողովները ինչ արեցին, ինչ չարեցին, որտեղ կանգ առան, ինչու կանգ առան եւ ինչու մինչեւ վերջ չգնացին։ Այսա շատ կարեւոր խնդիր է եւ կարծում եմ, որ խնդրեմը եւ հոսանքի հետ կապված եւ գազի հետ կապված մենք իրոք ռեալ տեղ ունենք դրանք իջացնելու։ Այդ տեսեք 60-65% հոսանքի մեր հեկերն են տալիս։ Մեր ծրագրի մեջ գրված ատոմակայանը հեկերը։ Մի դեպքում ինքնարժեքը 2-ից 5 դրամ, մի դեպքում 5-ից 7 դրամ, եւ լավ 10 դրամ։ 47-45 դրամ ենք վճարում, ինչու։
Հիմա լավ, պարոն Զաքարյան, ենթադրենք, ասենք, մեզ համոզեցիք, որ գազի սակագինը հնարավոր է էապես իջեցնել, հա, տեսականորեն ասենք համոզեցիք, բայց Գազպրոմ Արմենիային ինչպես եք համոզելու կամ որպեսզի սակագին փոխի, որտեղ նրանք ասում են, որ սակագինը արդարացված է։ Հիմա Ծառուկյան դաշինքը ընտրվելու դեպքում ինչ պիտի անի Գազպրոմ Արմենիային խաթրոս ստիպելով, ոնց պիտի դա համոզի։ Նրանք ասում են արդարացված է այդ սակագինը։ Ուրեմն ով ինչ է ասում ես չգիտեմ, բայց դրա համար այս երկրում այս պետության մեջ կա հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով։ Եվ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը այս խնդիրները լուծման, այս խնդիրների լուծման միակ օղակն է։ Օրինական, իրավական դաշտում միակ օղակը, որ կարող է այս խնդիրները լուծել եւ կլուծվի այս խնդիրները, ես ձեզ վստահ ասում եմ։ Այնուամենայնիվ մինչ օրս որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ եւ բավարարվել ենք Գազպրոմ Արմենիայի պատասխանով։ Ձեր ծրագրում նաեւ խոսում եք վարչատարածքային նոր համակարգի մասին, հա, ինչ է դա, դեմ եք համայնքների խոշորացմանը, ինչ է փոփոխություններ են լինելու այս առումով, ինչ եք առաջարկում։ Մենք դեմ ենք համայնքների խոշորացման ծրագրին եւ ընտրությունների բարեհաջող ավարտի եւ մեր դաշինքի հաղթանակի դեպքում մեր կարևորագույն որոշումներից մեկը լինելու է համայնքների խոշորացման ծրագրի դադարեցումը։ Մենք դեմ ենք եւ գտնում ենք, որ դա լավ երևույթ չէ եւ չի բխում համայնքների ոչ տարիներով ձևավորված ավանդույթներից, ոչ սոցիալ-տնտեսական խնդիրներից եւ այլ բաներից։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը մենք չափազանց կարևոր հարց ենք դնում մեր ծրագրի մեջ։ Յուրաքանչյուր շրջանի համար, տարածքաշրջանի համար կառավարությունը պիտի ունենա հստակ մշակված ծրագրեր։ Հստակ։ Այսինքն Բերդի տարածքաշրջանը, Շիրակի դաշտավայրը, Արարատյան դաշտավայրը, Սյունիքի, որ հստակ պիտի իմանան յուրաքանչյուր տարածքաշրջանի համար ինչ պետական ծրագիր է դրված։ Հաշվի առնելով առաջին տվյալ տարածքաշրջանի ավանդույթները, երկրորդ բնակլիմայական պայմանները եւ երրորդ տարիներով ժողովրդի մեջ արմատացած դստած սովորույթները եւ այլն։ Հիմա սրանք շատ կարևոր խնդիրներ են։ Այսինքն ոչ թե մենք անընդհատ գնանք եւ ժողովրդին ասենք կամ որևէ մեկին ասենք, գիտեք, մեզ ծրագիր տվեք, ծրագիրը մենք պիտի առաջարկենք, պետությունը պիտի առաջարկի, կառավարությունը պիտի առաջարկի։ Պիտի ասի այս ծրագիրը կա, այս խնդիրը կա, եկեք այս տարածքաշրջանում արեք։ Ես այսօր մի քանի թվեր բերեմ, ուղղակի կարճ ասեմ, ասենք գազար, սոխ եւ այլը, չէ՞։ Այսօր գիտեք, մեր պահանջարկի քանի տոկոսն ենք մենք դրսից բերում։ Ինչու՞։ Մենք չենք կարող դա արտադրել։ Կարող ենք, չէ՞, արտադրել։ Բայց ինչի չենք անում։ Մեր ծրագրերը ինչի չենք դնում։ Այսօր մեր մեկը թող վերստի, այսօր ուսումնասիրի մեր հողերի քանի տոկոսն է պարապ։ Քանի տոկոսը։ Եվ նույնիսկ տեղեր կար, որ գյուղացիներն ասում են, գիտեք, ժամանակին այդ սեփականաշնորհումներին ժողովրդին գյուղացիներին գերի դարձրին հողերին, որտեղ ոչ օգնում են, ոչ օժանդակում են, ոչ չգիտեմ, մեզ են անում, մյուսն են անում, բնական աղետներ են լինում, մյուս է լինում, ոչ մեկը գյուղացու տեղը ոչ հիշում է, ոչ էլ նայում է, ոչ էլ գիտի։ Եթե դու այսօր սովորական 3-4 բան չես կարող ապահովես, ջուր չես կարողանում տալ։ Ասենք պարարտանյութով չես օգնում, կամ թերի ես օգնում, կամ վատ ես օգնում։ Այո, չենք ասում, չի արվում, բայց եթե լիարժեք մինչև վերջ չի արվում, բոլորին չենք օգնում, չենք օժանդակում, չենք տալիս, ասենք, իրացման, մթերման տեղերն ու հնարավորությունները ցույց չենք տալիս, ինչ ենք ուզում։ Դրա համար այսօր հողերի մեծ մասը չի մշակվում։ Ծառուկյան դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի եւ կարմիր գծերի վերացումը։ Այս արագաչափերի կարմիր գծերի թեման եւս բազմաթիվ քաղաքական ուժեր շարժարկում են։ Հասկանալի է, էլի վարորդներին հաճելի է սա լսել։ Բայց ինչու վերացնել ընդհանրապես այդ արագաչափերը, միգուցե տուգանքներն է պետք նվազեցնել։ Որտեւ այնուամենայնիվ դա կանոնակարգող դերակատարում ունի։ Ինչու էսպես կտրուկ, որովհետեւ բոլորին վարորդներին դա հետաքրում է, հուզում է։ Չեմ կարծում հետաքրքրում է եւ չեմ էլ կարծում, որ այստեղ խնդիրը նա է, որ մենք չենք մինչև վերջ մտածում կամ տրամաբանում ինչ ենք ասում։ Գիտեք, տարբեր երկրներում կա տարբեր մոտեցում։ Տարբեր երկրներում կա խնդրի հետ կապված տարբեր ձև, տարբեր չափ, բայց մի բան, որ քո հասարակության մեջ չի ընկալվում, մի բան,
որ քո հասարակությունը չի ընդունում, արդեն նշանակում է քո հասարակությունը պատրաստ չէ դա ընդունելու։ Դու պիտի հասարակությանը պատրաստ ես։ Բայց հասարակությունը կարող է չի ուզում նույնիսկ ոստիկանություն լինի ընդհանրապես, այս ծառայությունը չլինի, կուզի հասարակությունը հարկային էլ չլինի, այս չլինի, ինչ լինի, այսպես որ նայ։ Օրինակ ես մի օրինակ էլ դրան զուգահեռ բերեմ կൂട്ടակային կենսապետը։ Հա, էդ էլ ընդհանրապես։ Խնդրեմ։ Պատրաստ է մեր հասարակությունը հասարակությունը դրանից չէր դժգոհում։ Հասարակությունը համար բացեր կային, անհասկանալի բաներ կային եւ այդ ֆոնդերի հետ կապված եւ դրանց կառավարման հետ կապված, այսինքն ոչ թե բուն երևույթին կենսաթոշակային համակարգին, որը տարբեր երկրներում աշխատում են եւ այլ անելու ձևին, դրան ձևին էին։ Ես մի քիչ թույլ տվեք չհամաձայնեմ ձեր տեսակետի հետ, որովհետև ես հարցը դիտում եմ ամբողջական, չեմ դիտում այս մասին կամ կառավարման ձևին կամ մուտքերին կամ մյուսին, ես դիտում եմ ամբողջական։ Եթե տվյալ հարցը, տվյալ խնդիրը քո հասարակությունը չի ընդունում, պատրաստ չի դրան, ինչպես օրինակ մեր այս նոր ընտրական օրենսգրքին կամ ընտրությունների այս ձևին։ Հիմա դուք կարծում եք, որ մեր հասարակությունը պատրաստ է։ Բարգավաճ Հայաստանը ինքը մասնակցեց ընտրական օրենսգրքի քննարկումներին էլ եւ այլն ու փոփոխությունների առաջարկների մի մասը ընդունվեց, այնպես որ ոչ միայն ՀԱԿ-ը եւ այլն բոլորը ընդունեցին, բոլորը քննարկեցին։ Այնպես որ այսինքն հիմա այդ քաղաքական ուժերն էլ իրանք այդ հասարակության տարբեր հատվածների շահերն են ներկայացնում, այնպես որ համաձայն եմ, որ բոլորն էլ մասնակցեցին, համաձայն եմ, որ քննարկեցին, համաձայն եմ, որ տեսակետներ ասեցին, համաձայն եմ, որ շատ տեսակետներ ընդունվեցին, բայց իրականությունը այսօր դուք էլ, ես էլ եւ բոլորն էլ տեսնում ենք, չէ՞, որ այս համակարգը չի արդարացնում։ Եվ մեր հասարակությունը պատրաստ չի, եթե մի բանը ճշմարիտ է եւ ճիշտ է, ինչու չխոսենք այդ մասին։ Ես համաձայն եմ, ինչու չխոսել։ Ես էլ ասում եմ, Բարգավաճ Հայաստանը կողմ էր։ Միայն Բարգավաճ Հայաստանը կողմ չէր։ Բարգավաճ Հայաստան ուներ նաև այլ տեսակետներ, կոնգրեսը, օրինակ երկրի խմբակցությունը, դրանք չեն էլ ընդունվել, չեն էլ խոսվել դրանց մասին, բայց այնուամենայնիվ բոլորս դա այլ թեմա է, դա գուցե հետագայում քննարկենք, բայց ես ընդհանուր հարցի հետ կապված կամ որևէ երևույթի հետ կապված տեսակետն եմ ասում։ Եթե որևէ բանի քո հասարակությունը պատրաստ չի կարելի պարտադրել։ Եթե որևէ բան քո հասարակությունը չի մարսում մինչև վերջ, չի կարելի հրամցնել, սրա մասին է խոսքը։ Լավ, իհարկե համակարծիք չեմ որոշ հարցերի դեպքում, այնուամենայնիվ Սեյրան Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը, օրոդաշինքը, ընդդիմադիր ուժերի հետ արժանտրություններից հետո ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստականության մասին հայտարարություն է տարածել, բացառելով բնականաբար դրանում հանրապետական կուսակցության ներգրավումը եւ առաջարկում է հուշագիր ստորագրելու։ Հիմա Ծառուկյան դաշինքը ինչպես է վերաբերվում այս առաջարկին, նախ, հա, եւ հնարավոր է, հա, այսպես ուզում եմ հասկանալ, հետագայում նաեւ հանրապետական կուսակցության հետ ձեր հնարավոր կոալիցիոն համագործակցությունը։ Առաջի հարցի հետ կապված պատասխանեմ, որ օրոդաշինքի առաջարկին մենք որ պաշտոնական որևէ բան չենք ստացել դեռևս եւ մենք էլ գիտենք այնքան ինչքան հիմա դուք ասացիք, որ այդպեսի բան է երևի հայտարարությունը տարածել են հիմա ես այդ առումով մեկ ուրիշ բան ասեմ, ես կարծում եմ, որ գիտեք, մենք դաշինքով շատ կոռեկտ ընտրապայքար ենք տանում, շատ կոռեկտ, շատ կարծում եմ գրագետ եւ շատ լավ։ Մենք խոսում ենք մեր ծրագրերից, մենք խոսում ենք մեր անելիքներից եւ խոսում ենք այն գաղափարներից, ինչ որ մենք պատկերացնում ենք ապագա Հայաստանում կամ ապագա երկրում կամ ապագա կառավարությունում, որ պիտի իրագործվի կամ իրականացվի։ Հիմա ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, 9 քաղաքական ուժերը դի այս պահին առաջի հերթին մտածեն ապրիլի 2-ի ընտրությունների մասին։ Մտածեն իրենց քվեների մասին, մտածեն ով ինչքան ձայն է տանելու։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու այս կամ այն ուժի հետ, ես կարծում եմ մեր ծրագրում մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ մենք գնում ենք հաղթելու։ Մենք գնում ենք 50+1% ձայն տանելու։ Հիմա ուրիշ բան ձեզ ասեմ այս համատեքստում։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը
Դի շատ լավ հասկանա, որ ապրիլի 2-ի ընտրությունները, խորհրդարանական ընտրությունները ոչ մի բանով նման չեն նախորդ ընտրություններին։ Այս ընտրությունները ուղղակի սրանց քաղաքական արժեքը շատ բարձր է։ Ինչու՞, որովհետև ուղիղ նախագահական ընտրությունները այլևս չեն լինելու, որովհետև մենք փոխել ենք սահմանադրությունը, որովհետև երկիրը այլևս նախագահական կառավարում չի ունենալու, եւ ամբողջ փաթեթը հավաքվելու է խորհրդարանում։ Եվ այս առումով չափազանց կարևոր է, որ ժողովուրդը եւ ընտրողը հասկանա իր քվեն, մեկ քվեն անգամ կարող է վճռական նշանակություն ունենալ ապագա որակյալ իշխանության ձևավորման գործում։ Ի վերջո չասեցիք, օրոյի առաջարկին ինչպես եք վերաբերվում համաձայն իրենց հետ ուշադրություն։ Երբ որ կստանանք կքննարկենք, կասենք մեր վերաբերմունքը։ Եվ ուզում եմ անդրադառնալ Սասնածառեր խմբին հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանը, որը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Ծառուկյան դաշինքը ինչպես է գնահատում, որտեղ է սխալը տեղի ունեցել, որ օղակում արդարադատության, որ օղակում է սխալը տեղի ունեցել։ Գիտեք, ես ասեմ իմ անձնական կարծիքը, ասեմ, նախ ընդհանրապես ես կարծում եմ, որ հաց բերողին կամ հաց տվողին չեն դատապարտում։ Եվ այս առումով ես ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել նրա ընտանիքին, հարազատներին եւ ասել, որ Աստված բոլորի պահի, պահպանի եւ նման բաներ ոչ որևէ ընտանիքի հետ կապված չլինի։ Այսքանը։ Լավ, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հուսանք ձեր ծրագրերը կիրականանան։ Ես եմ շնորհակալ, ես առաջի անգամ եմ լինում ձեր տաղավարում եւ երբևէ չեմ եղել։ Ափսոս եմ փուլում չեք եղել վերահսկիչ պալատի նախագահ։ Էլի կհանդիպենք։ Այ դեպով է ձեր վարչապետի թեկնածու։ Եվ ես ձեզ ասեմ, մենք էլի կարծում եմ կհանդիպենք եւ հանդիպումը կլինի ընտրություններից հետո եւ կհանդիպենք մեր դաշինքի հաղթանակի Պարագայում։ Այդ բոլորը ասում են վերջում, ով է ձեր վարչապետի թեկնածուն, պարոն Զաքարյան։ Մենք հիմա մտածում ենք ընտրությունների մասին, մտածում ենք ապրիլի 2-ի մասին, մտածում ենք բարձր քվեներով հաղթելու մասին։ Երբ որ կգա ժամանակը, երբ որ Աստծո հաջողությամբ եւ կամեցողությամբ մեր դաշինքը կհաղթի, ամեն ինչի մասին եւ ձեր հարցադրման պատասխանը եւ մնացած բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Հարգելի հեռուստադիտող, այսքանը դարձյալ Աստծուն խառնեցին այս քաղաքականությունը, բարի գիշեր, կհանդիպենք հաջորդ կիրակի։